Կանքներս իմ շատ սիրելի ժողովուրդ, այսօր խոսելու ենք եզան լեզվի մասին, որ բոլորը գրեթե գիտեն եզան լեզուն ինչ հրաշք, բուժիչ, հզոր, խոտաբույս է, մանավանդ նրանց, որոնք ունեն աղեստամոքսային տրակտի խնդիրներ, մանավանդ, եթե կա ստամոքսի խնդիր, սիրելիներս, եզան լեզուն լվանում եք հենց այսպես, ինքը իրենով հանգիստ ուտում, որովհետև այն և միկրոէլեմենտների, և հակաբորբոքային, և հակամիկրոբային ազդեցություն ունի, և նաև, եթե բորբոքված է, եթե լորձաթաղանթը բորբոքված է ձեր ստամոքսի, այն կարգավորում է, բայց գիտեք ինչքան լավ է, երբ ուտելուց կես ժամ առաջ դուք օգտագործում եք դդմի յուղ, դդմի յուղը ինքը իրենով հակաուռուցքային է, անգամ եթե խնդիր կա ուռուցքային հիվանդության մանավանդ կրծքագեղձերի կամ կանացի օրգանների կամ տղամարդկանց օրգանների, ապա օգտագործում եք ընդհանրապես սիրելիներս, տեսեք դդմի սերմեր 15-ից 20 հատ ամեն օր, ամեն առավոտյան և իհարկե դդմի յուղ, բայց նախապես դդմի յուղն եք օգտագործում, հենց որ արտանում եք յուղից հետո դդմի սերմերն եք օգտագործում, մոտավորապես 20 հատ, որովհետև կալորիականության բարձր է և ասեմ, և օգտագործում եք եզան լեզուն չափից ավելի դառն է, ամեն մեկը չի կարողանում այն օգտագործի, բայց եթե եզան լեզուն հենց այդ պահին դուք աղաք և մեջը ավելացնեք մի փոքր դդմի յուղ, պատկերացնում եք երկուսը մեկում, ինչ հզոր, այդ միացությունը չափից ավելի հզոր է օրգանիզմի համար, հենց աղիների, եթե խնդիր ունեք, իսկ ստամոքսի համար այն հրաշալի է, սիրելիներս, բայց անպայման ուզում եմ ձեզ զգուշացնել, դդմի յուղը պետք է, տեսեք ինչքան գեղեցիկ գույն ունի, երբ այն նոր է քամված, պետք է լինի նոր քամված և տեսեք նույնիսկ նստվածքը հանգիստ, խաղաղ, այն մերվում է բոլորը միասին, նստվածքի հետ պետք է գնեք, որովհետև երբ նոր է նստվածքը հեշտությամբ տարածվում է և ասեմ ձեզ, խմելուց առաջ անպայման պետք է թափահարեք և նստվածքով մեկ թեյի գթալ ամեն առավոտյան սոված վիճակով խմեք և ասեմ ձեզ, որ պետք է անպայման թարմ լինի, իսկ եթե ուզում եք թարմ դդմի յուղ, ապա անպայման զանգահարեք 098 326 406, Աննային գնում եք կողքը, նստում եք, դդմի յուղը քամում է ձեր աչքի առջև, մի փոքր էլ զրուցում եք, հետո նաև սուրճ եք խմում, խաղաղ հանգիստ, ներվերը խաղաղ հանգիստ, գալիս եք տուն սիրելիներս, որպեսզի այն ինչ որ անում եք ձեր առողջությանը օգուտ տա, ձեր առողջությունը կարգավորի, ձեր առողջությունը լավ լինի, որպեսզի չհիվանդանաք, որովհետև մենք հայերով պետք է ապրենք մինչև 100 և նույնիսկ անց։